Հարգելի գործընկերներ, թերևս հիշում եք իրադարձությունները, այսինքն նախորդ տարի ինչ կարգ էր գործում։ Գործում էր, որ քաղաքացիները իրենք պետք է ունենային պարտադիր, պետք է ունենային լրացնելու համար համընդհանուր հայտարարագիրը նույնականացման քարտ, դրանից բխող թվային ստորագրություն, էլեկտրոնային ստորագրություն, այսինքն իրանք մտնում էին, լրացնում էին այդ թվային ստորագրությունով, էլեկտրոնային ստորագրությունով ստորագրում էին ու ներկայացնում էին։ Ներկայացնելու պահից ծագում էր սոցիալական կրեդիտը դրանց արկայության դեպքում համապատասխան ծախսերի ետ վերադարձի իրավունքը եւ ինքնաշխատ եղանակով դա գործում էր։ Ինքնաշխատ էր, թե մի հատ էլ պիտի դիմեի։ Վարչապետ նույն պլատֆորմում առանձին դիմումի Հա, միջոցով։ վերջը նույն պլատֆորմի Բայց շրջանակում։ շատ པարզ գործողություններով էլ։ Հիմա նախորդ տարի մենք նաև հաշվի առնելով վիճակագրությունը, որ 70 եւ ավելի տոկոսը, քանի տոկոսներ որ փոփոխություն չէր արել լրացրած քաղաքացիներից, ոչ մի փոփոխություն չէր արել, այսինքն լրացուցիչ տվյալ չէր մտցրել, մենք ասենք եթե նույնիսկ այդ թիվը չեմ հիշում, կհիշեք, պարոն Հովհաննիսյան, ինչքանն էր։ 70%-ից ավելն էր։ 70%-ից ավելը հայտարարագիրը լրացրել էր, հաստատել էր այնպիսին, ինչպես ինքնաշխատ ձևով գեներացվել էր։ Այսինքն մենք էլ մտածեցինք, ասենք, եթե մարդկանց 70%-ը բան չի ավելացնում, եւ ինքնաշխատը արտահայտում է, ինչ ենք մենք այդ լրացուցիչ գործողությունը պահում։ Եվ եկանք այն եզրակացության, որ բոլորինը ինքնաշխատ եղանակով լրացվելու է, գեներացվելու է համընդհանուր հայտարարագիրը, բայց քանի որ նաեւ 30%-ը կա, այն մարդիկ, ովքեր այդ 30%-ի մեջ կարող են լինել, կամ ավելի ճիշտ 30%-ի հանգամանքների բերումով պետք է մտնեն եւ հաստատեն։ Եթե չհաստատեն, համարվում է հաստատված։ Բայց այստեղ էլ հաջորդ նյուանսը կա, սոցիալական կրեդիտների մասը, որը նրբությունը, որը ավելացել է, այսինքն լրացնելիս այս ստորագրելու անհրաժեշտությունը էլեկտրոնայում չկա, բայց քանի որ սոցիալական կրեդիտի համար այնուամենայնիվ լրացուցիչ գործողություն կա անելու, դրա համար անհրաժեշտ է, որ նախ էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվի եւ լրացվի նաեւ սոցիալական կրեդիտը վերադարձնելու այդ հայցը եւ դրա համար անհրաժեշտություն է, որպեսզի նման քաղաքացիները, ովքեր ունեն սոցիալական կրեդիտ վերադարձնելու խնդիր, էլեկտրոնային ստորագրությունը պետք է ունենան։ Իդեպ ամփոփելով 2025 թվականի տվյալները, ուզում եմ ասել, որ 76537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ հայտարարագրման արդյունքում 24-ի 25-ին հայտարարել է 24-ը արդյունքում ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ, այսինքն վերադարձվել է, էլի 76537 քաղաքացի 6 միլիարդ 200 միլիոն սոցիալական կրեդիտ եւ միջին գումարը կազմել է 1 հայտարարատուի համար 81000 դրամ, այսինքն միջինում ստացել են 81000 դրամ, պարզ եղել են մարդիկ գուցե 100000 դրամ, գուցե մի քիչ պակաս, բայց միջինում 81000 դրամ եւ ես կարծում եմ, որ սա նաեւ կարեւոր է այդ սոցիալական հասցեական մեր քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական լինելու համար։ Հիմա այս ուզում եմ հիշեցնել, որ մենք սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար, որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ որ մենք արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մենք մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։ Մենք գուցե կլինեն խավեր, շերտեր, օրինակ մարդիկ, ովքեր ամիսը, չգիտեմ, մեծ աշխատավարձեր են ստանում, մեծ եկամուտներ ունեն, իրանց ասել, որ տարեկան 100,000 դրամ սոցիալական կրեդիտ ենք ձեզ վերադարձում, այդքան էլ տրամաբանական չի։ Մենք այս խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղենք այն շերտերի եւ խավերի ուղղությամբ, որոնք դրա կարիքը ավելի շատ ունեն։ Այսինքն
1 2 3 4 5 6 ինչքան որոշակի տարիների վերլուծության արդյունքում հիմա բոլորը 100,000 դրամա միջև 50,000, որից 50,000-ը կարող է լինել առողջության ապահովագրության թեմաներով, բայց մի X պահի մենք պետքա որոշումներ կայացնենք եւ որոշակի խավի մարդկանց համար սոցիալական կրեդիտը կդառնա 0, իսկ ուրիշների համար, ասենք, կդառնա 150,000 դրամ, 200,000 դրամ, այդ կախված արդեն կոնկրետ վերլուծություններից եւ իրավիճակից։